Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Այսօր որոշել եմ անդրադառնալ այս օրերին ամենաշատը քննարկվող եւ ամենաղմկահարույց թեմային՝ համընդհանուր հայտարարագրմանը։ Ինչպես արդեն գիտեք, բազմաթիվ իրազեկումներից, բազմաթիվ անհատների ու պետական մարմնի կողմից կատարված այս տարի 2025 թվականին, մինչև մայիսի 31-ը Հայաստանի Հանրապետության չափահաս ռեզիդենտ, այսինքն 183 օր եւ ավելի Հայաստանի Հանրապետությունում գտնվող եւ իրենց կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիները պետք է լրացնեն եկամուտների հայտարարագիր, եթե աշխատում են աշխատանքային պայմանագրով կամ քաղաքացիայի իրավական պայմանագրով։ Բանն այն է, որ բացի այն եկամուտներից, որոնք պետական մարմինը տեսնում է եւ իրենք պիտի հայտարարագրեն, կա հատուկ բաժին, որտեղ նրանք պետք է դրացնեն նաեւ իրենց ցանկացած տիպի եկամուտ, այսպես ասած, որոնք ստանում են, խոսքը վերաբերում է արտերկրից ստացված տրանսֆերտներին, գույքի օտարումից ստացված գումարներին, հարսանիքի ծննդյան ժամանակ տրված դրամական, որպես դրամ տրված ուրեմն նվերներին եւ բազմաթիվ այլ եկամուտներ։ Ընդ որում հիմնական փաստարկը, որը հնչում է, որպեսզի լարվածությունը եւ քաղաքացիների հոգությունը թույլատրվի, դա այն է, որ այս եկամուտների ճնշող մեծամասնությունը ենթակա չէ հարկման, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի համար է, որ սա առավել անապահովներին ապահովներից զատելու համար է, ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար է եւ այլն։ Պետք է նշեմ, որ այս փաստարկներից յուրաքանչյուրը իհարկե կարելի է համարել հոդաբաշխ կամ հիմնավոր, բայց միայն մասնակիորեն։ Իրականությունն այն է, որ համընդհանուր հայտարարագրումը այն երկրներում, որտեղ դա ընդունված է, արվում է համընդհանուր հարկման համար։ Ես ուզում եմ ձեզ մի դրվագ հիշեցնել դեռևս 2018 թվականից, երբ գործող իշխանությունների այն ժամանակվա պետ ղեկավար Դավիթ Անանյանը մի հարցազրույցում նշել էր, որ այո, իրենք մտադիր են անցնել եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը եւ այո, անգամ արտասահմանից ստացվող տրանսֆերտները ենթակա են հարկման։ Բարձրացավ աղմուկը, նախընտրական փուլ էր, հետո դրան նախորդեցին ավելի ճգնաժամային իրավիճակներ եւ այն ժամանակ աղմուկից հետո պետ ղեկավարը տվեց հարցազրույց եւ ասաց, որ սա ընդամենը գաղափար էր, որը մենք այս պահին մտադիր չենք անցկացնելու եւ խոսակցությունը այդ ժամանակ, այսպես ասենք, մարեց եւ հետո հետևեցին համաճարակ, հետո պատերազմ, հետո հետպատերազմական շրջան, արտահերթ ընտրություններ եւ այլն, այսինքն եղավ հարմար պահը եւ իշխանությունը վերադարձավ այն գաղափարին, որը ինքը ուներ դեռևս 2018 թվականից։ Այսինքն առակս ինչ կցուցանե, չկա հիմնավոր պատճառ պետության ռեսուրսը վատնելու եւ հսկայածավալ տեղեկատվություն հավաքելու, եթե իհարկե չես ուզում յուրաքանչյուրի կյանքի մեջ, այսպես ասենք, պետությունը քիթը մտցնի եւ տեսնի, թե ով ում ինչքան նվեր տվեց, ով ում հարսանիքին ինչ գումարի նվեր տվեց կամ ում բարեկամը դրսում աշխատող հայրը, քեռին կամ մայրը, չգիտեմ ինչ գումար են իրենց ուղարկում, չկա այլ պատճառ կամ համընդհանուր հարկումն է։ Այսինքն վաղ թե ուշ, ես կարծում եմ 2026 թվականին, երբ բոլորը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ներառյալ կենսաթոշակառուները եւ այլ խոցելի խմբեր կլրացնեն այս հայտարարագիրը, տեղի կունենան ընտրությունները, դրանից հետո իշխանությունը վերարտադրվելուց հետո կսկսի խոսակցություն արդեն համընդհանուր հարկման մասին։ Կրկնում եմ, որ բոլոր երկրներում, որտեղ կա համընդհանուր հայտարարագրումը, ինքը չունի այլ նպատակ, օրինակ կոռուպցիայի դեմ պայքարը որպես հիմնական նպատակ։ Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետությունը միշտ ունի ավելի կարևոր գործիքներ, ավելի լավ գործիքներ, օրինակ Հայաստանի Հանրապետությունում բանկային գաղտնիքը որպես այդպեսին այլևս դատարկ հնչում է, չկա բանկային գաղտնիք, ցանկացած պետական մարմին ունի բանկային գաղտնիքին հասանելիություն, հակակոռուպցիոն կոմիտե, չգիտեմ, քննչական կոմիտե, պետական եկամուտների կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն, որոնք կարող են պաշտոնատար անձին դրան փոխկապակցված անձանց հետ կապված այդ ամբողջ տեղեկատվությունը ունենալ, դրա համար կարիք չկա համընդհանուր հայտարարագրումը մտցնել։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս պահի դրությամբ պիտի իմանան, որ սա անխուսափելիորեն բերելու է համընդհանուր հարկման վերաբերյալ խոսակցության եւ իրենց վարքագիծը դրան համահունչ, այսպես ասենք, դրսևորեն, ինչպես են իրենք վերաբերում դրան եւ ինչպես են պատրաստվում արձագանքել դրան որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հիշեցնեմ միայն, որ այս պահի դրությամբ լարվածությունը կրկին թոթափելու համար պատասխանատվությունը սովորական նախատեսված է նախազգուշացում, կատուգանք, երկրորդ անգամ դա չլրացնելու համար 50,000 դրամի չափով, հետո կրկնակի չափովի խոսքով այսպիսի մեխանիզմ է նախատեսված, բայց
Դեռևս նախորդ տարի կարող եք իմեջում տեսնել այդ տեղեկատվությունը ես տեղադրել եմ, ես խոսել եի այն մասին, որ իշխանությունը մտնում է քրեականացնել հայտարարագիր չներկայացնելու հետ կապված հարաբերությունները։ Կարծում եմ, երբ խոսակցությունը 2026-ից հետո կսկսվի այս թեմայով, ապա անպայմանորեն քրեականացման մասին եւս կլինի խոսակցություն։ Եղեք տեղեկացված ձեր իրավունքներին եւ եթե ունեք հարցեր, ես պատրաստ եմ այդ հարցերին պատասխանել։ Պարզապես ցանկացա, որպեսզի ներկայացնեմ այս թեմայով իմ տեսակետը, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին ենք մենք խոսում եւ ինչ ուղղությամբ ենք շարժվում։